Կառավարության այդ հրապարակած փաստաթղթերը ուղեկցող Նիկոլի վերլուծական հոդվածում գրված է, թե նույնիսկ ինքնորոշում հասկացությունը, մեջբերում եմ անում, մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Մեջբերման ավարտը։ Պատկերացնում եք, ցանկացած փորձագետի ականջներից ինչ ծուխ է դուրս գալիս այս ամենը լսելուց։ Լավ, եթե ինքնորոշում եւս չէր ստացվելու, այդ դեպքում ինչ էր ինքը գրել 2018 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման մասով։ Գրել էր միջազգային ճանաչման ենք հասնելու։ Լավ, 2018 թվականը անցնենք, ասենք հələ նորեր ոչինչ չգիտեր։ 2021 թվականի պատերազմից հետո, երբ արտահերթ ընտրություններ կազմակերպեց, ինչ ծրագրով էր մասնակցում, մեջբերում եմ։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սա դուք եք խոստացել 2021 թվականին ու ասում եք միֆականացված է եղել ինքնորոշումը։ Բասեր միֆականացված բանա ժողովուրդ, չբերեիր նախընտրական ծրագրի մեջ մտցնեիր, քվեջ տանեիր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ աշխատանք ես խոստացել, բայց 3 առաջին օրը դու ու Ալիևը ձեռք-ձեռքի տված լուծարեցիք Մինսկի խումբը։ Սաղ կյանք ԵԱՀԿ Մինսկի խմբից բողոքել են Ալիևները, մշտապես ուզեցել են լուծարել, չէին կարողանում, որովհետև Հայաստանի համաձայնությունը չկար։ Հիմա եղավ։ Դե հիմա ինձ ասեք, նա ում օգտին է աշխատում։